Բարև ձեզ։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը փոխվում է, դաշինքներն ու ռազմական գործողությունները բարձրացնում են անորոշությունը։ Թեմայի շուրջ զրուցելու ենք այսօր քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խոսենք նախ այն մասին, թե ինչն է ավելի շատ անհանգստացնում տարածաշրջանային անվտանգության եւ քաղաքական զարգացումների ուղղությամբ, ինչ է կատարվում տարածաշրջանում։ Նախ որպեսզի հասկանանք տարածաշրջանը, հասկանանք մեծ համատեքստը։ Մեծ համատեքստում աշխարհի լայն եւ համապարփակ վերաբաժանումը շարունակվում է եւ սա արդեն խոստովանում են բոլոր կողմերը։ Այս մասով, որ աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ։ Եթե մի քանի տարի առաջ սրա մասին շատ ավելի ցածր ենք խոսում, հաճախ մտածելով գուցե եւ այնքան էլ դիպուկ չի տերմինոլոգիան, այժմ արդեն բացահայտ ընդ որում գերտերությունների առաջնորդներն են խոսում։ Հետևաբար լայն համատեքստը արդեն տեղայնացվում է եւ լոկալ մակարդակում սկսվում է արտահայտվել, ընդ որում լոկալ մակարդակում շատ ավելի վաղ էր սկսվել, քան գլոբալ մակարդակում հենց անմիջական կոնֆրոնտացիոն փուլը։ Նկատի ունեմ ռուս-ուկրաինական հակամարտության միջոցով արդեն Ռուսաստան եւ Արևմուտք հակամարտությունը։ Ընդ որում եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը տաք հակամարտություն է, ապա ռուս-արևմտյան հակամարտությունը շատ ավելի այսպես հիբրիդային, ինչպես հիմա սովոր ենք լսել, այս տերմինը, հիբրիդային մակարդակում է տեղի ունենում։ Իսկ մեր տարածաշրջանում գոնե թե սա դեռևս 2020 թվականից էր սկսվել, եթե մի քիչ ավելի հետ գնանք, կտեսնենք, որ 2014 թվականին արդեն սրա նախադրյալներն են սկսվել տարածաշրջանային համատեքստի լայն փոփոխության հետ կապված։ Ինչ նկատի ունեք։ Այսինքն 2016 թվականի ապրիլյան քարոզիա, այսպես ասենք, ռազմական գործողությունները կամ ինչպես ասում են պատերազմը նախանշում էր տարածաշրջանում լայն ստատուս քվոյի փոփոխության մոտալուտ նպատակադրման մասին։ 2020 թվականը սրա, այսպես ասենք, լայն առումով ռազմական հակամարտության միջոցով խնդիր կամ ստատուս քվո փոխելու արդեն կուլմինացիոն կետներ։ Եվ այդ կետում մենք տեսանք, որ գրեթե բոլոր աշխարհի հզոր տերությունները սա օգտագործեցին որպես ինդիկատոր ստուգելու լայն միջազգային հանրության արձագանքը, ինչպես նաև տեղային տերությունների արձագանքը։ Հետագա հակամարտությունները լայն առումով կարելի ասել, որ օգտագործեցին հայ-ադրբեջանական հակամարտությունը որպես ինդիկատոր իրենց տարածաշրջաններում տեղայնացնելու, իրենց ունեցած հակամարտությունները լուծելու կամ հավակնությունները հաստատելու մասով։ Այս մասով նաև մենք տեսանք Թուրքիայի հավակնությունները արդեն բացահայտ ներկայացումը տարածաշրջանում, Իսրայել-Իրանյան հակամարտությունը, որը արդեն հունիսին վերաճեց լայն հակամարտության 12-օրյա եւ Գազայի հակամարտությունը, որի միջայլոց ես կարծում եմ, որ ուղիղ այս բոլոր հակամարտությունները շահկապված էին միմյանց մեկ ընդհանուր լարով։ Դա միջազգային հանրության եւ գլոբալ խաղացողների արձագանքի 2020 թվականին ոչ այնպիսի մակարդակներ, որի պարագայում հնարավոր կլիներ գործող միջազգային կարգերը կամ այսպես ասենք իրավակարգը պաշտպանել։ Հիմա այս պահին ինչ կարևոր զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որոնք Հայաստանի դեպքում կարող ենք ասել մտահոգիչ են։ Լայն առումով Հայաստանը հենց էպիկենտրոնում է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների։ Տարածաշրջանում մենք գիտենք, որ ռեգիոնալ հիմնական խաղացողներ Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան այս տերությունները մշտապես հատկապես հարավային Կովկասի մասով ունեցել են հավակնություններ, ընդ որում հարավային Կովկասի մասով հավակնություններ առնվազն ազդեցություն ունենալու հավակնություններ ունեցել են նաեւ արևմտաեվրոպական տերությունները, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Չինաստանը, այսինքն սա տարածաշրջան է, որի հետաքրքրությունը իր ամբողջության մեջ է։ Որևէ գլոբալ խաղացողի տարածաշրջանը մասնատված հետաքրքիր չէ։ Այսինքն առանձին վերցրած Հայաստան, առանձին վերցրած Ադրբեջան կամ Վրաստան որևէ գլոբալ խաղացողի հետաքրքիր չէ։
տարածաշրջանը հետաքրքիր է իր ամբողջության մեջ, որովհետև այն իր ամբողջության մեջ ներառում է թե լոգիստիկ հնարավորություններ, թե էներգակիրներ եւ թե արևելք, արևմուտք այդ հաղորդուղու էպիկենտրոնը լինելու ներուժ։ Մյուս կողմից հավակնությունները մասնավորապես գոնե թե մեզ համար մտահոգիչ են Թուրքիայի հավակնությունները, որոնք այսօր բացարձակապես գաղտնի չեն, ընդհակառակը Թուրքիայում խոսվում է պատմական հնարավորության մասին։ Ավելին 2023 թվականին Թուրքիայի հիմնադրման պաշտոնական հիմնադրման 100-ամյակին Էրդողանը հայտարարում էր, որ բացվում է Թուրքիայի դարը։ Ինչ է նշանակում Թուրքիայի դարը։ Թուրքիան իր առջև դրել է գլոբալ նպատակ, որը եթե գլոբալ տերությունների դիտանկյունից նայենք, կարող ենք ալվել նաև ռեգիոնալ նպատակ, տարածաշրջանի թուրքախոս պետությունների միջոցով ստեղծել թուրքական մեծ պետություն ասենք կամ միություն ասենք, որը կունենա ոչ պակաս հնարավորություններ եւ բովանդակություն, քան Եվրոպական միությունը ՆԱՏՕ-ի հետ միասին, ասել է թե տնտեսական, ռազմական եւ քաղաքական ներուժ։ Եվ այս ուղղությամբ իրենք բավականին ակտիվ աշխատում են եւ պատահական չի, որ այսպես կոչված թրիփը, որը շատ են սիրում հատկապես Հայաստանի իշխանությունները ասել, այս թրիփը շարունակում է թե Թուրքիայի համար եւ թե Ադրբեջանի համար մնալ Զանգեզուրյան միջանցք, այսպես կոչված։ Իսկ ինչու են իրենք այս տերմինը փորձում լեգիտիմացնել ոչ միայն ներքին խոսույթի մեջ, այլև արտաքին աշխարհում, որովհետև սա խոսում է իրենց հավակնությունների գլոբալ մակարդակի մասին եւ Հայաստանի տեղի եւ դերի մասին տարածաշրջանում։ Եթե փորձենք համեմատական վերլուծություն տանել Թուրքիայի եւ Ադրբեջանի խոսույթները, հատկապես ներքին հանրույթի մոտ խոսույթները եւ մասնավորապես Ադրբեջանի կողմից փորձերը լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ տարածքային, բարոյական եւ այլ պահանջները, մասնավորապես այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթի, այսպես կոչված ադրբեջանական մշակութային ժառանգություն եւ այլն, սրանց միջոցով լեգիտիմացնել Հայաստանին ապագայում հավակնություններ ներկայացնելու իր նպատակը, խոսում է այն մասին, որ թե Թուրքիային, թե Ադրբեջանին տարածաշրջանում անհրաժեշտ է Հայաստան, որը կսպասարկի իրենց շահերը։ Հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան ռազմական դաշինք են կնքել եւ չեն թաքցնում այլևս ոչ մեկից։ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ դաշինքի էությունը մենք հասկացանք եւ տեսանք։ Այսօր արդեն այդ դաշինքը իրականություն է եւ որևէ երկրից չեն թաքցնում։ Հիմա այս դաշինքի վավերացումը ըստ էության նոր սպառնալիքի նախապատրաստություն է, թե զուտ հայտարարություն է իլուր աշխարհի։ Տեսեք, պատահական չի, երբ որ մենք խոսքի մեջ սկսեցինք թուրքական պետությունների հավակնության մասին դառնալու նոր էպիկենտրոն Եվրասիական տարածաշրջանում։ Ցավոք սրտի, մեզ համար ցավոք սրտի, այս պրոյեկտը կարող է նաև հետաքրքրություն ներկայացնել գլոբալ որոշ խաղացողների համար, մասնավորապես Ռուսաստան, Իրան։ Ոչ, մասնավորապես այն պետությունների, որոնք պատրաստվում են դիմակայել Չինաստանին։ Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության նոր փոփոխությունը այսպես անուղղակի առնվազն ֆիքսում է իր նոր ախոյանին, Չինաստանին։ Եվ սա պատահական չի, տարիներ առաջ եւս ի տարբերություն այսպես երևացող այսբերգի երևացող կողմի, երբ բոլորին թվում էր, թե Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է լինելու, Միացյալ Նահանգներում տարբեր փաստաթղթերի մակարդակում ֆիքսեցին, որ Ռուսաստանը իր տեղը զիջում է Չինաստանին։ Եվ պատահական չի նաև, որ վերջերս տարբեր հետազոտողներ սկսեցին խոսել ամերիկա-չինական տնտեսական պատերազմի մասին։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձելու է իր համար Եվրասիական տարածաշրջանում ստեղծել հենակետեր, որոնց միջոցով կփորձի այսպես չինական աճող ազդեցության դեմը կանխել եւ ստեղծել բարիերներ։ Ենթադրաբար նաև Միացյալ Նահանգների փոխակերպվող քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, մասնավորապես F-16-երի գործարքի հետ կապված Միացյալ Նահանգների նախագահի անձնական վերաբերմունքը Թրամփի եւ Թուրքիայի նկատմամբ խոսում են այն մասին, որ Թուրքիան որոշակիորեն իր դերը սկսելու է փոխել Միացյալ Նահանգների
ազգային անվտանգության ռազմավարության մեջ եւ արտաքին քաղաքականության մեջ։ Այս իմաստով մեզ համար իսկապես ռիսկային է, որովհետեւ Թուրքիայի աճող հետաքրքրությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանը, եթե պայմանական ասենք, ներկվելու է թուրքական գույներով։ Սրան զուգահեռ երկուշաբթի դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում տեղի ունեցավ Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը, որտեղ պայմանավորվածություններ են եղել պաշտպանության ոլորտում, քննարկվել է նաև վարակ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման գաղափարը Թուրքիայի ուժեղացման ֆոնին։ Սա հստակ ազդակ է կոնկրետ Անկարայի։ Ավելին Անկարայից պատասխան ազդակ եղավ, պատասխան արձագանք եղավ, եթե չեմ սխալվում, հենց Էրդողանը արձագանքեց, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ թե Էգեյան ծովում, թե Արևելյան միջերկրականում եւ թե այլուր չի պատրաստում հավակնություններ ներկայացնել այլ պետությունների նկատմամբ, բայց նաեւ կպաշտպանի իր սուվերեն շահերը։ Այս դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը ինչպես կարող ենք հասկանալ Իսրայելի հետ մտերմությունը, նաև Թուրքիայի հետ ռազմական դաշինքը։ Ադրբեջանը ինչպես է գործելու, ռազմական դաշինքը պարտավորում է, որ Ադրբեջանը անմիջապես ներգրավվի, եթե ագրեսիա լինի Թուրքիայի նկատմամբ։ Այսինքն այն պայմանավորվածությունները եւ այն պարտավորությունները, որ ուներ Ադրբեջանը Իսրայելի նկատմամբ, արդեն լուծվել են այդ հարցերը։ Ես կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով խուսանավել, հնարավորինս փորձել այդ սուր գագաթները շրջանցել եւ խաղալ երկու լարի վրա, այսպես ինչպես ընդունված է ասել։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ Ադրբեջանում հույս ունեմ, որ թուրք-իսրայելական հակամարտություն որպես այդպիսին տաք հակամարտություն չի լինի եւ առնվազն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո հնարավոր կլինի արդեն որոշակիորեն ազդեցության գոտիները բաժանելուց հետո այսպես հարթել այդ բոլոր սուրանկյունները։ Նաև իմիջիայլոց Թուրքիայից բազմաթիվ են այդպիսի ակնարկները, որ թեպետ հիմա մենք ունենք լարված հարաբերություններ, բայց բացառված չէ, որ մենք կվերականգնենք հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս իմաստով Ադրբեջանի քաղաքականությունը այս պահին գոնե թե բավականին սպասողական է եւ անկեղծ ասած ես քիչ եմ հավատում, որ Ադրբեջանը ինքնուրույն քաղաքականություն է վարում Իսրայելի հետ։ Ուկրաինական պատերազմի դադարից հետո Ռուսաստանի ուշադրությունը միանգամից կարող է սևեռվել Հարավային Կովկասի վրա։ Միանգամից բարդ է ասել, դա կլինի միանգամից աստիճանական, որտեղ զարգացումները բավականին արագ են, հատկապես Ադրբեջան եւ Ռուսաստան հարաբերություններում հակասությունները գնալով խորանում են եւ թվում է թե ճգնաժամ է հարաբերությունների։ Տեսեք, ռուս-ադրբեջանական հարաբերությունները մեծ հաշվով կապ ունեն Ադրբեջանի հավակնությունների հետ տարածաշրջանում։ Ցավոք սրտի նաև մեր պարտության շնորհիվ Ադրբեջանը ձեռք բերեց այսպես միջին տերության հավակնելու կարգավիճակին, հավակնություն ունենալ, դրսևորել եւ փորձել ավելի այսպես մեծ տերությունների հետ խոսել որպես տարածաշրջանի հիմնական դերակատար, հիմնական խաղացող, ում հետ պետք է պայմանավորվեն արտատարածաշրջանային պետությունները։ Եվ պատահական չէ, որ 3 գումարած 3 ձևաչափը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությունն էր, իր ժամանակին շահագրգռված են, բայց այժմ ոչ։ Ինչու հիմա շահագրգռված չեն, որովհետեւ Ադրբեջանը համարում է, որ հասել է իր նպատակներին, Հայաստանի Հանրապետությունը այս պահին ունի Ադրբեջանից բավական կախյալ վիճակ եւ մյուս 3 տերությունների միջնորդությամբ Հայաստանին ինչ-որ բան համոզելու կամ ստիպելու կարիքը չկա։ Հետևաբար մենք տեսնում ենք նաև բոյկոտ 3 գումարած 3 ձևաչափին։ Իսկ կա այնպիսի արտաքին ուժ, որը շահագրգռված է Հայաստանի անվտանգությամբ։ Ես կարծում եմ, այստեղ նախ Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր անվտանգությամբ, որովհետև բանաձևը հակառակ չի աշխատելու։ Կամ պետություններ բնականաբար, որոնք շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանում չհաստատվի այն կոնֆիգուրացիան, որի միտումները կան։ Ասել է, թե Թուրքիա եւ Ադրբեջանի բացարձակ իշխանություն տարածաշրջանում բնականաբար ձեռնտու չէ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ նաեւ Եվրոպական միության մի շարք առանձին երկրների, գուցե ինչ որ իմաստով նաեւ Միացյալ Նահանգների որոշ խմբերի, բայց ոչ թե ամբողջ պետությանը, հա, կամ ամբողջական վարչակազմին։
Մասնավորապես Ֆրանսիայի կողմից ես կարծում եմ կա շահագրգռվածություն, որպեսզի տարածաշրջանը չներկվի այսպես միագույն տոնով, ասել է թե թուրք-ադրբեջանական ազդեցությամբ, մյուս կողմից տարածաշրջանային դերակատարներին չմոռանանք, Իրանը բացարձակապես չի կարող շահագրգիռ լինել, որովհետև դա ուղիղ սպառնալիք կլինի իր ազգային անվտանգությանը, Վրաստանը իր հերթին չի կարող շահագրգիռ լինել, որովհետև դա նաև սպառնալիք է Վրաստանի ինքնիշխանությանը, որովհետև առանց դեպի հարավ ճանապարհի Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պայմաններում նաև թուրքական եւ ադրբեջանական կապիտալի բավականին մեծ ազդեցությունը վրացական տնտեսության վրա ուղղակիորեն Վրաստանին դնում են կախյալ վիճակի մեջ եւ պատկերացրեք, եթե Հայաստանը եւս իր այսպես անկախության վերջին այդ եւ ինքնիշխանության վերջին բեկորները զիջի, ապա Վրաստանի համար եւս չափազանց ծանր վիճակ կստեղծվի եւ սրա վառապացույցն է, որ Վրաստանի տարբեր իշխող շրջանակներ բարբերաբար այսպես ակնարկներ անում են, դա արտահայտվում է նաեւ օրինակ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհի հետ կապված խնդիրներում, բեռնափոխադրողների հետ կապված խնդիրներում, Ադրբեջանում վերջերս խոսում են այն մասին, որ Վրաստանը թրիփի դեմ է դեմարշ սկսել եւ այլն, այսինքն լայն առումով կան պետություններ, որոնք բնականաբար դեմ են այն կոնֆիգուրացիային, որը կարող է ձևավորվել։ Այլ հարց է մենք ինչպես դա կօգտագործենք։ Եթե ամփոփենք 2026-ը Հարավային Կովկասի համար ավելի շատ վտանգներ է պարունակում, թե հնարավորություններ է բացում։ Ես կարծում եմ վտանգները եւ հնարավորությունները միասին են, չի կարելի սրանք անջատ դիտարկել միմյանցից։ Եվ վտանգները եւ հնարավորությունները պետությունների գոյության ամբողջ ընթացքում հավասարապես ուղեկցում են։ Այդ վտանգները մի դեպքում կարող են արտահայտվել, մյուս դեպքում թույլ արտահայտվել, մեկ այլ դեպքում չարտահայտվել, կախված պետության ռազմավարական գործողություններից եւ մտածողությունից։ Մեկ այլ դեպքում կապված դարձյալ պետության ֆունկցիոնալությունից դրանք կարող են ավելի շատ եւ ընդգծված արտահայտվել, քան հնարավորությունները։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Ցտեսություն։